Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը այսօր երկուշաբթի աշխատանքային շաբաթը սկսվել է եւ մենք շատ ուրախ ենք այս առավոտ ձեզ ողջունելու։ Այսօր տաղավարում այս հատվածում տաղավարի միայն ես եմ լինելու, փորձելու ենք ձեզ հետ միասին այդ հրաշալի տրամադրությունը ստեղծել, բայց մենք ունենք անակնկալ, իսկ անակնկալի մասին մի քանի վայրկյանից պարզապես ուզում եմ նշել, որ նոյեմբերի 10-ը նշվում է որպես երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին, նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945-ին հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը եւ նաեւ նոյեմբերի 10-ը նշվում է հաշվապահի միջազգային օրը։ Այս տոնը հաճախ անվանում են նաեւ հաշվապահի օր։ Օրվա ընտրության համար հիմք է հանդիսացել 1494 թվականի նոյեմբերի 10-ին Վենետիկում հրատարակված Լուկա Պաչիոլիի «Ամեն ինչ թվաբանության, երկրաչափության եւ համամասնությունների մասին» գիրքը։ Նա համարվում է հաշվապահության հայրը։ Օգտվելով արդյունքից ուզում եմ ողջունել բոլոր հաշվապահներին, հատկապես իմ հրաշալի ընկերոջը հաշվապահին Վահագին եւ իր ամբողջ թիմին, ովքեր հիանալիորեն ու վարպետորեն կատարում են այս շատ կարեւոր գործը յուրաքանչյուրիս կյանքում։ Այնպես որ ինչպես ասում էր հայտնի եկը, բուգալտեր, միլի մոյ բուգալտեր, եթե կհիշեք, այսօրը հենց նշանավորվում է նրանց համար։ Եվ բնականաբար, եթե այսօրը որոշել եք տոնական անցկացնել, ապա երեկոն ավարտեք հրաշալի փրփրուն գինու ուղեկցությամբ, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Բրիզը ռոզե փրփրունը, որը միանշանակ կզարդարի ձեր օրը, իսկ երեկոն կդարձնի առավել հետաքրքիր։ Դե, հիմա անակնկալի մասին։ Բնականաբար, ինչպես նկատել եք, անցյալ շաբաթ մենք այնքան էլ տենց շատ ուրախ չէինք, որովհետև օրվա ընթացքում, այսինքն մեր եթերի ընթացքում մի քիչ քաղցած էինք մնում։ Բայց վերադարձավ նա եւ այսպես ուշադրություն, սևեռում ենք ուշադրությունը դեպի խոհանոց, իսկ այնտեղ Ադրինեն է, բարի լույս Ադրինե։ Բարի լույս թանկագին Սուրեն ջան, ողջույններ, նաեւ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ես շատ կարոտել եմ բոլորիդ, ողջունում եմ, լավ օր եմ մաղթում, բարձր տրամադրության ներքո ուզում եմ ասել, միացել եք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, սիրելիներս, անկեղծ շատ էի կարոտել ձեզ եւ այս ընթացքը ինձ ստիպեց, որ այսպիսի համեղ բան առաջարկեմ ձեզ այսօրվա պատրաստման համար։ Մեզ անհրաժեշտ է մի քանի բաղադրիչներ, ուրեմն պետք է պատրաստենք նախուտեստի կամ աղցանի տարբերակ, երկու տարբերակն էլ կարող ենք մենք ուրեմն հրամցնել մեր հարազատներին։ Մեզ պետք է կարտոֆիլ, մեզ պետք է գունավոր պղպեղ, մեզ պետք է սունկ, այստեղ ունենք հազարի թերթիկներ, որը ընդհանրապես ձևավորման համար է, ունենք լոլիկ, կիտրոն, սխտոր, մայոնեզ եւ մանանեղ։ Սիրելիներս, շատ բազմապիսի, ուրեմն մթերքներ են, բայց ստացվելու է շատ հետաքրքիր եւ համեղ մի ուտեստ։ Ես պարզապես արագ ներկայացրեցի, որովհետեւ իմ գործընկերը, իմ սիրելի Սուրենը դեռ ձեզ հետ պետք է շփվի, հետո իհարկե կմիանա ինձ եւ միասին ձեզ հետ միասին կսկսենք պատրաստել այս համեղ ուտեստը։ Սիրելիներս, մնացեք մեզ հետ։ Ես խոսքս փոխանցում եմ Սուրենին։ Ադրինե, շնորհակալություն այդ համեղության համար, որը դու հիմա արդեն կպատրաստես, միանշանակ ամենահամեղ առավոտյան նախաճաշներ լինելու եւ չմոռանանք, որ առողջ ապրելակերպի շատ կարեւոր բաղադրիչ է կազմում մարզվելը։ Օրվա ընթացքում շատ քայլել, շփվել այս բնության հրաշքների հետ եւ մաքուր օդի ներքո, եթե ունեք հնարավորություն, նաեւ իհարկե մարզվեք։ Իսկ եթե այս ամենը ձեզ ուղղակի կտանի այնտեղ, որտեղ որ պետք է ճիշտ մարզել, ասեմ, որ Ակվատեկն է հենց այն վայրը։ Ակվատեք համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, բազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուր կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Այ հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Ակվատեք եւ հասկանանք, թե այսօր մարզվելու որ տարբերակն է մեզ առաջարկվում։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, յոգա եւ պիլատեսի մարզիչ։ Շատ օգտակար է եւ հաճելի, երբ օրը սկսում ես մարզումներով։ Այսօր ես ձեզ կառաջարկեմ մի քանի վարժություններ ողնաշարի, ճկունության եւ մկանների ամրապնդման համար։ Գնացինք։ Նստում ենք ուղիղ։ Մի փոքրիկ սկսենք ոտնաթաթերից, որպես նախավարժանք։ Դանդաղ պտտացնում ենք ոտնաթաթերը։ Առաջ, հետ,
Ովքեր ունեն ոտնաթաթերի խնդիր, թող կարող են ամեն օր կատարել այս վարժությունները մի քանի րոպե։ Փորձում ենք ձգվել վերև, որը հավաքելով ներս, շուջ, արտաշնչելով թեքվում ենք առաջ, առանց կլորացնելու մեջքը։ Շունչ, արտաշունչ, շունչ, փորձում ենք այս հատվածը առաջինը իջեցնել, չկլորացնել մեջքը, ձգվելով առաջ, փորձում ենք 4 հաշիվ պահել, ճակատով ձգվելով առաջ, 1, 2, 3, 4, իսկ հիմա փորձում ենք դանդաղ ուղղվել, ձգում ենք վերև մեջքը, փորձում ենք կազմել մկանային կորսետ, թաթերը ներքև, 4 հաշիվ, 3, 2, 1, ոտնաթաթերը դեպի վերև, շարունակում ենք պահել, 1, 2, 3, 4, թուլանում ենք և հանգստանում, շարունակենք, ձախ ոտքը ծալում ենք ներս, աչը պահպանում ենք մեր ուղղությամբ, աշխատում ենք ծունկը հասցնել հատակին, ձգվելով վերև, շունչ, արտաշունչ, վարժությունը կատարում ենք 10-ից 12 անգամ, ովքեր ունեն նստաներվի խնդիր, թող կարող այս վարժությունը կատարեն, թեքվեցինք առաջ և պահենք, 4, 3, 2, 1, փոխեցինք ոտքը, ձգվելով առաջ, շունչ, արտաշունչ, շունչ, շնչառությանը, փորձում ենք անպայման հետևել, շունչ, արտաշունչ, նորից կատարում ենք 8-ից 12 անգամ, պահեցինք, 4 հաշիվ, 1, 2, 3, 4, շատ, հանգստանում ենք, թուլացնելով մկանները, այժմ փորձում ենք ոտքերը բացել կողք, ինչքանով, որ ունենք այդ հնարավորությունը, մեջքը պահել ուղիղ, ձգվում ենք ձեռքերով լավ վերև և ոտնաթաթերով կատարում ենք շրջան, պտույտ, պտույտ, փորձում ենք մաքսիմալ, զգալ մեր ողնասյունը ձգելով դեպի վեր, հակառակ ուղղությամբ, շունչ, բացվեցինք, արտաշունչ, կոնքը թեքվեց կողք, սկսում ենք թեքվել առաջ, 1, պահում ենք 2, ուղղվեցինք 3, 4, նույնը կատարում ենք մյուս ուղղությամբ, 1, 2, 3, 4, ուղղվում ենք, այժմ պետք է փորձենք նույնը կատարել դեպի առաջ, առանց կլորացնելու մեջքը, 1, 2, փորձում ենք ամեն մեկը կատարի իր հնարավորության սահմաններում, 3, 4 և վերջին անգամ, 1, 2, 3, 4, ձեռքերը տանում ենք կողք դեպի ոտնաթաթ և փորձում ենք մնալ այս դիրքում 10 վայրկյան։ Թուլացրեցինք մկանները և ավելի ենք ձգվում առաջ, ինչքանով ունենք հնարավորություն, 4 հաշիվ մնում ենք դիրքի վրա, 3, 2, 1, այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք։
Այո, միանշանակ մարզվելը շատ կարևոր է եւ պետք է օրվա ընթացքում գոնե ժամանակ տրամադրել, իսկ ակվատեկը հենց այն վայրն է, որտեղ կարող եք մարզվել եւ իհարկե տրամադրությունը շատ բարձրնի։ Ակվատեկը ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ հենց մեկ վայրում։ Հանգստի եւ առողջության բոլոր հնչյունների մեկ համալիր Ակվատեք։ Իսկ այս պահին կլինի շատ կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք եւ խոհանոցում տեսնենք ինչ է կատարվում։ Ողջույն հարազատներս, սիրելիներս, միացեք մեզ առաջին ծրագրին։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ նախուտեստի տարբերակ կամ կարելի է նաև որպես աղցան ներկայացնել այս բաղադրատոմսը։ Իսկ ինչ է անհրաժեշտ դրա համար։ Մի քանի բաղադրիչներ։ Իմիջիայլոց ասեմ, սիրելիներս, շատ բարդություն չկա, շատ բազմապիսի, ուրեմն այսպիսի տարօրինակ բաներ չկան, այստեղ ամենապարզ հասանելի մթերքները՝ կարտոֆիլ, գունավոր պղպեղ, սունկ, լոլիկ, կիտրոն, հազարի տերևներ, որոնք իհարկե վերջում պարզապես ձևավորման համար ենք օգտագործելու, դուք կարող եք նաև սա բացառել, բայց մինչ այս ամենը ուրեմն սկսենք իմի բերել, պետք է մի գավաթ համեղ սուրճ խմել կամ թե նախաճաշ, ամենակարևորը նախաճաշ։ Մենք այսօր մարզվելու մասին ենք խոսել, իսկ մարզվելուց հետո անպայման պետք է լավ սնվել։ Ողջույն Սուրեն ջան, ողջույն։ Ես ասում դու արդեն խոհանոցում ամբողջությամբ, հա, այսպես գունազարդել ես, որովհետև երբ որ դու գալիս ես, մեր խոհանոցը ստանում է բազմաթիվ բազմերանգ գույներ։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Այստեղ ես տեսնում նաև մանանե։ Հայերենով ասած գարչիցան։ Այո, հայերենով ասած գարչիցա կամ մանանեխ, իմիջիայլոց նշեմ, որ սա դիժոնական գարչիցան է, այսինքն դիժոնսկա գարչիցա ռուսերենով, հատիկներով, հատիկավոր է նաև, այո, մանանեխի հատիկները մեջն է, որը շատ համեղ է իմիջիայլոց, եւ մենք սոուս ենք պատրաստելու այս համադրությամբ, մայոնեզ եւ մանանեխ, սխտոր, կիտրոնի հյութ, շատ համեղ է եւ իհարկե հավելելու ենք մեր աղցանի կամ նախուտեստի Հազարի թերթիկներից, որ մի հատ հանեմ, մնում է 999 թերթիկներ։ Մի հատ, երկու հատ կարող ես հանգիստ վայելել այս հրաշք, ուրեմն հազարի թերթիկներ, որը շատ օգտակար է իմիջիայլոց մեր ռացիոնում, մեր ուրեմն սննդակարգում ունենալ։ Так, մնաց 1998։ Ես սկսում եմ կամաց ավելացնել հրաշք համեմունքները։ Մենք այստեղ էլի պիտի գեղեցիկ սիրուն, այսպես ավելացնենք համեմունքներ, որպեսզի շատ հարուստ համ ստանա մեր աղցանը։ Օգտագործում եմ կարմիր եւ սև պղպեղներ, իհարկե քրքում ենք ավելացնում։ Այստեղ կարելի է մի փոքր սխտորի փոշի ավելացնել, որ ավելի համեղ լինի այն, եւ իհարկե մի փոքր էլ աղ ենք ավելացնելու, այսպես։ Ահա, եւ թողնենք հանգիստ իրեն համար կարտոֆիլները տապակվեն։ Տապակվելուց հետո կշարունակեմ, այսինքն մյուս չափաբաժինը տապակել եւ կավելացնենք այստեղ սունկը Իսկ ինչ ես առանձին տապակում ադրի։ Որպեսզի ավելի լավ կարմրեն, եթե քանակությունը շատ լինի թավայի մեջ, ոչ բոլորը այսպես կթաթախվեն յուղի մեջ եւ ոչ բոլորը կկարմրեն։ Շատ լինի, ես կուտեմ ու բան չի մնա։ Ու մեր ճաշը կիսատ կլինի։ Չէ, Սուր ջան, ամենևին դրա հետ կապված չէ, ես միայն ուրախ եմ, երբ մարդիկ, այսինքն պատրաստած ուտելիքը ամբողջությամբ հաճույքով ուտում են, ես երջանիկ եմ լինում դրանից, էլ խոսքերն ավելորդ են այդ առումով։ Այս ամբողջը պիտի տապակվի, սունկը, ամբողջը պետք է տապակվի։ Իմիջիայլոց նշեմ, որ սունկը եւ պղպեղը, սիրելիներս, միասին կմիախառնեմ, այսինքն կավելացնեմ թավայի մեջ եւ շատ քիչ կտապակենք, այսպես մի փոքր վախեցնելու կարգի, որպեսզի աղցանի, այո, կամ նախուտեստի մեջ իրենք այսպես տեսքը չփոխվի, տեսքը չփոխվելու համար։ Այ կարծում եմ հիմա շատ լավ է, կարող ենք այս չափաբաժինը դատարկել, ես փորձեմ այսպես ամանիկի մեջ դատարկել այն եւ փորձենք տապակել մյուս չափաբաժինը։ Դուք հասկանում եք, չէ՞, այդ ամանիկը որ տեղադրել ադրինեն, աչքիցս հեռու շատ։ Ես շուտով կմոտեցնեմ։ Բայց դա չի խանգարի, որ ես մի քիչ ենկոմ գնամ հետո ընթացքում։ Սուրեն, պարզապես ես այդպես արեցի, որպեսզի հարմար լինի։ Ավելացնենք երկրորդ մասը։ Այո, մյուս չափաբաժինը շատ զգուշությամբ ավելացնենք, որպեսզի այսպես անհարմարություն չլինի այստեղ։ Ահա, քանի որ յուղը արդեն համեմված է համեմունքներով, սիրելիներս,
Մենք պարզապես այստեղ կարելի է շատ աննշան աղ ավելացնել, որպեսզի աղը տեղին լինի ու մնացած համեմունքները էլ չենք Դե ավելացնի։ պատմի տեսնեմ այս ընթացքում որտեղ ես եղել, հանգիստ կամ չգիտեմ աշխատանքային process-ի մեջ էիր, ինչ էիր անում, երբ որ առաջին ծրագիրը գնացել էր արձակուրդ։ Շատ բուրն է եղել այս ընթացքը, Սուրեն ջան, հերոստատիտողին էլ նաև ասեմ, որ շատ աշխատանքային է եղել իմ ընթացքը, շատ տարբեր նախագծերի եմ մասնակցել, շատ գեղեցիկ նախագծերի, որոնք հետո մեր հերոստատիտողը իհարկե ժամանակի ընթացքում կտեսնի, այո, շատ գեղեցիկ եւ ֆիլմի նախագիծ է եղել եւ հերոստաշոուի նախագիծ է եղել եւ իմ անձնական աշխատանքային ընթացքն է եղել, այնպես որ շատ թոուբոյի մեջ եմ եղել, այո, ազատ ժամանակ չեմ ունեցել, բայց երջանիկ եմ, որ հիմա այսպես ասած իմ ապսեում եմ, այսպես ասած, վերադարձել եմ ընտանիք, ամենակարևորը, այո, առաջին ծրագիրը էլի շատ ուրախ եմ, որ եթերում է, ես հույս ունեմ, որ մենք ժամանակը մեզ այսպես բարեգութ կգտնվի մեր նկատմամբ եւ մենք շատ երկար ժամանակ կլինենք եթերում, հույս ունեմ։ Տեսնենք ինչպես կդասավորվի, բայց շատ ուրախ եմ, որ մեր սիրելի հերոստատիտողին ենք նորից փորձելու ուրախացնել, տրամադրությունը բարձր պահել, որովհետեւ նրանք շատ գրում էին այս ընթացքում որտեղ եք, երբ եք վերադառնալու եւ երբ իմացան, որ մենք եթերում ենք լինելու, նրանք շատ այսպես իմիջիալոց իմ միջոցով քեզ եւ Սոնային լիքը բարևներ են բերել մեր հավատարիմ հերոստատիտողների կողմից։ Դե մենք վերադարձանենք, եթե Ռազինեն արդեն տանն է, համեղություն է պատրաստում, հիմա շատ կարճ դադար կլինի ու նորից կվերադառնանք։ Սիրելիներս, շարունակում ենք մեր աշխատանքը, եւս մեկ անգամ հիշեցնեմ, այսօր պատրաստում ենք շատ թեթև արագ պատրաստվող բաղադրատոմս եւ շատ քիչ բաղադրիչներով, մեզ պետք է կարտոֆիլ, որը տապակվում է, ունենք սունկ, գունավոր պղպեղ, այստեղ լոլիկը եւ հազարը ամենավերջում ենք օգտագործելու թարմ վիճակում եւ իհարկե պատրաստելու ենք սոուս։ Մինչ այս կարտոֆիլը կտապակվի, սիրելիներս, եկեք սոուսը շատ արագ միասին պատրաստենք, ինչ է անհրաժեշտ դրա համար։ Ահա, տեսեք, մենք ունենք այստեղ ուրեմն մայոնեզ, ավելացնում ենք մայոնեզ, Սուրեն ջան, դու մայոնեզ գիտեմ չես օգտագործում առանձնապես, դե եթե աղցանների մեջ լինում են, այո, ես էլ աշխատում եմ շատ չչարաշահեմ, քանի որ յուղայնությունը բարձր է, աշխատենք չչարաշահել, բայց այնուամենայնիվ ուտեստներ կա, որոնք անհրաժեշտ են հենց մայոնեզով։ Այստեղ ավելացում ենք մանանեխը, հատիկավոր մանանեխը, որը շատ համեղ է։ Սիրելիներ, չափաբաժին չեմ ասում, դուք ձեր ընտրությամբ, ձեր աչքի չափով, այսպես ասած, այսպես, թողնենք մի կողմի վրա, այստեղ ավելացում ենք կիտրոնի հյութ, ավելացում ենք մեկ բջեղ սխտոր, կարծում եմ սա բավականին մեծ է, կարելի է կիսել նաև, կեսը օգտագործել, այո, կես բջեղ, քանի որ մեր սխտորիկը մեծ էր, չափով, ահա, բավական է, շատ լավ է կարծում եմ, այսպես, ահա, թողնենք սա մի կողմի վրա և այստեղ ավելացնենք մի փոքր աղ և սև պղպեղ, ահա, եկեք մի փոքր սև պղպեղ ավելացնենք, անկախ նրանից, որ մանանեխը կծություն ունի, ոչիչ, մենք կավելացնենք նաև, այսպես, և փորձենք խառնել։ Սուրեն ջան, դու կարող ես շատ զգուշությամբ խառնել, ես կարտոֆիլը կարող եմ արդեն տեղափոխել մեր ամանիկի մեջ, ահա այսպես։ Սա վերջում ենք ավելացնելու։ Ամենավերջում, երբ մատուցենք մեր ուտեստը, այդ ժամանակ ավելացնենք եւ հազարի թերթիկների վրա եւ բնականաբար այս հիմնական բաղադրիչների վրա եւ իհարկե կմատուցենք շատ գեղեցիկ ձևով։ Ես գիտես տապակայվորն եմ սիրում նաեւ շատ, որը հիմա մի քիչ դուրս է եկել գործածությունից, բայց միևնույն է, որ ասում են տնական սոխով, sense լիքը եւ մեծ կտորով կարտոֆիլները որ կանենք։ Սուրեն ջան, դա էլ կանենք։ Չմտածես սիրելիս, որտեղ հիմա ֆրի դարաշրջանն է։ Այո, եւ կարոտում ենք ավանդույթներին։
Իմիջիալոց ես եւ մեր սիրելի օպերատորը Տիգրանը որոշել ենք այսօր առավոտյան վերականգնենք մեր հին ավանդույթները, երբ եթերում շատ համեղ սուրճ էինք պատրաստում եւ միասին ըմպում էինք, այս սուրճը մեր ամբողջ թիմով մենք ավանդույթները վերականգնելու ենք եւ այլևս մենք եթերում, այո, որպեսզի հեռուստադիտողի տրամադրությունն էլ բարձրացնենք, նրանց ասենք նախ հաճաշեք, պատրաստեք համեղ սուրճ եւ միացեք մեզ առաջին ծրագրին։ Ահա, սիրելիներս, պղպեղը ընդհանրապես մի քանի վայրկյան, այդ վայրկյանն էլ չկա արդեն, հիմա ավելացրեցինք սուգը եւ գնացինք լուրեր, այս պայն կարճ դադար կլինի մեր եթերում ու հետո նորից կվերադառնանք։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ արդեն տաղավարում ես ունեմ հյուր, իսկ իմ հյուրն է գրող Ասատուր Հակոբյանը, հայ ընթերցողների դատին է հանձնել վերջերս Քոր եկող հոգին գիրքը։ Բարի առավոտ, Ասատուր։ Բարի ցուրեն։ Ոնց ենք։ Շատ լավ։ Արդեն երկրորդ անգամ եք մեր տաղավարում եւ ներկայացնում եմ երկրորդ գիրքը։ Մի փոքր խոսենք նախ առաջի գրքի ֆիդբեքից, որովհետև երբ որ այստեղ խոսում եւ ներկայացնում ենք, բավականին այսպես մեծ հետաքրքրություն կար ընթերցողից։ Հետո արդեն անցնենք հաջորդ գրքին։ Առաջին գիրքը նախ շնորհակալություն հրավերքի համար, բարի ողջույն բոլորիդ։ Առաջին գրքի ֆիդբեքը շատ լավ է եղել, ասեմ, որ այդ ողջավորությունը, որ ստիպեց, որ երկրորդ անպայման այսքան արագ բերեմ, հենց առաջի գրքի ֆիդբեքներ, սպասումները շատ էին։ Կապեր ունեի տեղի ընթերցողների հետ, միշտ ասում էին, գրեթե պահանջում, որ սպասում ենք երկրորդին։ Առաջինի ժամանակ խոսել էի, որ առաջինի մեջ կերպարներ կան, որ վերապրեսնելու եմ երկրորդ գրքում, բայց արդեն երկրորդ գիրքը գրել էի ու առանձին պատմություններ, առհասարակ պատմություններ տարբեր, դեռ գալու է երրորդ չորրորդի մեջ այդ կերպարները կհայտնվեն կապրեն, բայց երկրորդ գիրքը առհասարակ ուրիշ բանի մասին է, ուրիշ պատմություն է։ Ինչի մասին է երկրորդ գիրքը։ Այստեղ կոչվում է Քոր եկող հոգին։ Հետաքրքիր վերնագիր է, գիտեք։ Մենք միշտ լսել ենք հոգին երգում է, հոգին տխրում է, բայց որ քոր գա հոգին, դա անհանգստության նշան է։ Անհանգստության նշան է, խուճապի նշան է անգամ։ Ձերքի ափը քոր գալու նման մի բան է քորում ես, բայց ոչ մի օգուտ չի։ Ո՞վ է գալիս որ ձախ։ Նայած որ նայած հիմա հարցը արդեն հասկանալի է, որ հարցը ինքը նորից հոգեբանական շերտերում է, հոգեբանական հիմքերի վրա է դրված։ Ամբողջ պատմության հիմքը սիրո ուժն է, սիրային ընդհանուր հաշվով որ նայում ենք, գալիս ենք վերջում հասկանում ենք ինչ է կատարվում, հասկանում ենք, որ ինքը իրենից սիրային արկած է ներկայացնում, բայց ուղղակի ասել այսօր սեր, սիրոց խոսել առանց հասկանալու, առանց փորփրել, քանդելու իմ հիմքերը առանց քանդելու հասկանալու թե ինչ է նշանակում, դա նույնն է ինչ որ ասենք արևը լուսնից տաք է կամ սարերը լճերից բարձր, այդ ամենի խորքում լուրջ մտորումներ են ընկած, վերջին հաշվով ինչ է սերը Սուրեն ջան, սերը հոգու ներդաշնակություն է։ Այսինքն մենք որ լուրջ ուսումնասիրում ենք, ոչ թե մենք սիրում ենք դիմացինին, այլ դիմացինը ինչ որ մեզ հասցնում է զգացողությունը, որ մենք մեր մեջ ապրում ենք, մենք մեր զգացողությունն ենք սիրում։ Այսինքն եկել եմ նրան, որ զգացողության կարևորությունը այնքան կարևոր է, որ մարդիկ պատրաստ են անգամ մահվան հետ ճակատ կռիվ տալ ու առհասարակ ոչ մի բանի առաջ չհանձնվել։ Ու ճիշտ է, մեր մեջ այդ ամենը կատարվում, բայց հարկավոր է կայծ, ու այդ կայծը այդ անտառ հրկիզող, անտառի հրդեհ առաջացնող կայծը հենց դիմացինն է, հենց մյուսն է։ Ու այս ամենը այդ փոքրիկ կայծից կարճելու, կախվելու մեր ուժն է ու համառության մասին է։ Ինչի են հանդիպում հերոսները գրքում։ Գիրքը ոնց որ առաջինը առեղծվածի լուրջ թանձր վարակույրի հետևում է գտնվում։ Մի բան ասել, որ ինչ որ գրքից սպոյլ չանենք, մի փոքր դժվար է։ Հերոսները բախվում են իրենց անմտությունների ու այդ անմտություններից լուրջ իրադարձություններ, լուրջ փոթորիկներ առաջացրած փոթորկի հենց աչքում, կենտրոնում։ Ու այսօր մի պարզ իրականություն կա, շատ հաճախ հենց մեր սխալներն են մեզ հասցնում այնտեղ, որտեղ մենք պետք է հասնենք։ Այդ ամենը բերում է նրան, որ իրենք հայտնվում են իրենց գերազանցող մի աշխարհում ու իրենց ճիշտ դրսևորմամբ իրենց գերազանցող աշխարհը ոչ միայն կարողանում են հաղթել, այլ սանձում են, թամբում ու հենց այդ ալիքով սորֆինգ անելով դուրս գալիս այդ ամենի միջից։ Ասատուր, ինձ հետաքրքիր է, հա, ինչպես է անում գրողը, որ միտքը ու պատմությունը հաջորդ գրքում չկրկնվի, որովհետև շատ դժվար է, որովհետև այդ ամբողջը անընդհատ եռում է քո գլխում, հա, դու ստեղծագործում ես, պատմում ես, կապում ես իրար կերպարներին, տալիս ես հետո հանգուցալուծում, ավարտվեց, տպագրվեց, հանձնվեց ընթերցողի դատին։ Հաջորդ գրքի սյուժեն, հաջորդ գրքի հերոսները, հաջորդ գրքի իրադարձությունները, ինչպես է կանոն, որ այդ ամեն ինչը չի դառնում նրա շարունակությունը կամ հենց, ջրեմ, կրկնվի պատմությունը։
Դրանք դեռ հարցեր են, որ ես ինձ դեռ շարունակում եմ Սուրեն ջան, այսինքն այսօր ինչ ճանաչողները բոլորը գիտեն, թե ես ինչ տքնաջան, գրեթե քրտնաջան եմ աշխատում իմ վրա, իմ տեսակի վրա, ոնց անեմ, որ 3 վարածը չկրկնեմ, որ հանկարծ չկրկնվեմ, մյուսի ասածը չասեմ, մյուսի ասած ասելուց պարտադիր խոստովանեմ, որ մյուսի ասածն եմ կրկնում, որ մտքի գողություն չլինի եւ այլն։ Կա այդ ամենը։ Հիմա ես քեզ ասեմ ոնց է արվել այս պահին, դա կնշանակի պատմեմ քեզ կյանքիցս մոտ 20-25 տարի։ Այդ ամեն ինչը աշխատանքի հետևանք է։ Հիմա ինչպես արդեն առիթ ունեցել ենք խոսելու, մտքերը գալիս են, մտքերը սավառնում են։ Մի հատ բարձ ճշմարտություն կա այսօր, որ մարդիկ կան, որ կարողանում են երկրներ աշխարհի մի հատված կառավարել, բայց իրենք իրենց կառավարումը դեռ չգիտեն։ Ես այսօր հասել եմ այդ բախտավորությանը, դրան կարողացել եմ հասնել, որ իմ գործելակերպի մեխանիզմը արդեն տիրապետում եմ։ Ես գիտեմ, որ այդ մտքերը սավառնում են, տարբեր են մյուսներից, ու էլ չեմ անհանգստանում, ինչպես առաջին գիրքս գրելուց, ոնց անեմ, որ ճիշտ համակարգեմ եւ այլն, բա որ չստացվի, դրանք հարցեր են, որ բնականon ձևով մեզ տալիս ենք։ Հիմա ես արդեն իմ գործելու մեխանիզմը գիտեմ, որ նստեմ, արդեն բավական է, հենց նստում եմ, այդ կենտրոնացումը գալիս է, անկախ ինձանից։ Այսօր մեր ողջ կյանքն է, ինչ որ արևի տակ թափարող խոշորոցույցի նման մի բան է, բավական է կանգնացնես, արդեն վառում է, բայց անընդհատ շարժելուց ոչ մի բան, ու նույնը ֆոտոապարատը կարող ենք անընդհատ շարժել, բայց որպեսզի որակով նկար ստանանք, պիտի մի պահ ստաբիլիզացնենք, կանգնացնենք, որ այդ հարցերը լուծենք։ Ինչն է առաջին է ծնվում, սյուժեն թե կերպարները։ Սյուժեն։ Սյուժեն ծնվում է, բայց դրանք իրարից չդիսոցացվող բաներ են, չեն կարողանում առանձնացնել, որովհետև այսօր մի սյուժե չի կարող ծնվել, այնքան ժամանակ չի կարող ծնվել, քանի ես չեմ ծնել իմ մեջ մի կերպար, որի շուրջ այդ ամենը կարող էր կառուցվել։ Այսինքն ես կերպարը պարզ կա, հստակ կա, իր արձագանքները իր միջավայրի շուրջ, իր շրջապատող աշխարհի շուրջ ու դրանից ծնվող մնացած հանգամանքները։ Ասեցի սյուժեն, բայց երևի սխալ ասեցի, ըստ երևույթի միաժամանակ։ Միաժամանակ են։ Ինչ տարիքային ընթերցողի համար է նախատեսված գիրքը, ովքեր կկարդան ու կընկալեն այն ամենը, ինչ որ այստեղ գրված է։ Կոնկրետ այս պարագայում բոլոր տարիքների համար է, բոլոր նրանց, ովքեր կարող են արդեն կարդալ եւ միտք մարսել իրենց տարիքի երիտասարդությունից կախված։ Դրա մեջ հետաքրքիր մի պահ կա, մոտեցում կա, որպիսի հերոսներից պատասխան արձագանք իրենց միջավայրին ու շրջապատող աշխարհին հասկանալի լինի, ես գնացել եմ իրենց մանկություն ու դպրոցից տարի առ տարի իրենց աճելով բերել եմ նրան, որ ինչպես եղավ, ինչից այդ ամեն ինչը արմատավորվեց ու հասավ հենց այս պահին։ Այսինքն մեջը դպրոցական պահեր կան, որ հենց դպրոցականներից սկսած բոլորին կհետաքրքրի։ Ապրում եք Ֆրանսիայում, հետաքրքիր է, հա, ինչպես են ընկալում այնտեղ ընկերները այն բաները, որը դուք ներկայացնում եք այս ձեր գրքերը, ձեր մտքերը, որովհետև բնականաբար ապրել այնտեղ, ապրել մեկ այլ մշակույթի մեջ, սա լրիվ ուրիշ է, ինչ էստեղ Հայաստանում, հա, ինչպես են կարդում ձեր գիրքը, ինչ են ակնկալում, ինչ են սպասում եւ արդյոք իրենց սպասումներն արդարացվում են։ Ես որ սպասումների նոր մի բան գրեմ, դա կլինի ինչ-որ գովազդային պատվերների պես մի բան, ես ճիշտ ասած մյուսների սպասումների համար մի քիչ եմ անհանգստանում։ Առօրյա կյանքում ընկերներ կլինեն սպասումներ կան, որ իրենց օգնության ձեռք մեկնեմ, դա ուրիշ բան է, բայց որ իրենց սպասումները իմ միտքը թելադրեն, ես դա բացառում եմ պարզապես։ Ես գրում եմ այն, ինչ մտքով ասանում եմ, ինչպես իմ աշխարհը պատկերացնում եմ, ու որ ճիշտն ասեմ, Սուրեն ջան, որ եթե հասել է Հայաստան, եթե ֆրանսիացի ընթերցողի այդ ընդունում է այդ ողջավորությունը չլիներ, ես ինքս ինձ կասեի միգուցե չստացված է, այդ դեպքում կվարանեի, բերեի Հայաստան ու թարգմանեի հայերեն։ Հիմա այդ ինչի եմ ասում, իմ համար ավելի կարևոր է, որովհետև ֆրանսիացի ընթերցողը եթե ասի, գիտես, չի ընդունվում, կասեմ միգուցե մշակութային տարբերություն կա, իսկ հայ ընթերցողը որ չընդունի, մի տեսակ հարված է։ Դրա համար իմ համար ավելի բարդ էր Հայաստան բերելը, հայ ընթերցողի կարծիքը ավելի մեծ նշանակություն ուներ, քան ֆրանսիացի։ Ու մեկտեղ, եթե ֆրանսիացին չընդուներ, արդեն չէի խիզախի բերեի այստեղ։ Շատ լավ, արդեն կայացել է, հա, գրքի շնորհանդեսը այստեղ Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է ինչ կարծիքներ կան, ովքեր էին ներկա եւ ինչ արձագանքներ ստացաք։ Ի տարբերություն արդեն շատ ողջևոյ չէր, ի տարբերություն առաջին անգամվան, այս անգամ սրահի կեսը մոտ 253 հոգի, 300 հոգի մարդ կար։ Սրահի կեսը արդեն նախորդ գրքի սիրահարներն էին, երկրպագուներն էին, որոնց իդեպ չէի սպասում, ես պարզապես ընկերական շրջապատն էի սպասում, տենց հանկարծակի եկա, տեսա որ ահագին կարդացողներ կան։ Երկրորդ գիրքը առաջինի նման արդեն մարդիկ կարդացել են, ոմանք անգամ մի օրում ուշ քնելով, գնահատականները նորից բարձր են, բայց էլի եմ ասում, ինձանից ասել եմ, տեսակ ինքնագովեստ է լինում, դրա համար խոսափեմ քիչ հատ խոսել։ Հաջորդ գրքի միտքը կա արդեն, սյուժեն կա, պատմությունը։ Երրորդ գիրքս արդեն գրել եմ, ավարտել եմ։ Արդեն ավարտել, երբ է նախատեսվում։ Երրորդ գիրքս ավարտվել է, հանձնել եմ ֆրանսիացի հրատարակչական տների դատին,
Արդեն առիթ ունեցել եմ ուրիշ արտակներից ասելու Ֆրանսիայում ադմինիստրատիվ հարցը շատ ծանր է, շատ դանդաղ է ամեն ինչ առաջ ընթանում։ 6 ամսից մի տարի է քաշում, մինչև քեզ պատասխան են տալիս, արդյոք մեր հրատարակչական տան ստիլին մոտ է թե ոչ։ Ու քանի դեռ այդ պատասխանը չի գալիս, ես հիմա որ գնամ, արդեն զուգահեռ սկսելու եմ թարգմանել, որովհետև գիտեմ երրորդը պիտի ներկայացնեմ։ Գրքերը տպվում են այնտեղ։ Հա, ֆրանսերենով, պարտադիր, միշտ ֆրանսերեն, հետո հայերեն։ Կարող է փոխվել ընթացքում, բայց այս պահին Իսկ ֆրանսիացի ընթերցողներին հենց ֆրանսերեն լեզվով ընթերցողներից ունեք ֆիդբեքեր։ Ահա, անպայման։ Հենց քիչ առաջ դրանից էի խոսում, որ ֆրանսիացի ընթերցողը եթե այդ ֆիդբեքը չաներ, չողքեվորեր ինձ, ես չէի համարձակվի վերեի Հայաստան ներկայացնել։ Պատմությունները հայկական են, լոկալ են, թե պատմությունները չունեն տեղանք, չունեն ազգություն։ Չունեն տեղանք, չունեն ազգություն, բայց իմ հայ լինելու նշանը մեր մեծ է, դաջվածքը պարտադիր կա։ Ահա։ Շատ լավ, ինչ եք ակնկալում արդեն ձեր ընթերցողներից, որովհետև գիտեք ոնց է, երբ որ սովորում ես հեղինակին, դու անընդհատ սպասում ես նրա հաջորդ գրքին, հա։ Ինչպիսին են ձեր ընթերցողները, ինչ հարցադրումներ են նրանցից ավելի շատ գալիս ձեզ։ Հարցադրումներ կոնկրետ չեն գալիս, հարցերը լինում են այն տեսակով, թե երբ կլինի հաջորդը։ Ես ինչ ակնկալում եմ իմ ընթերցողից, դա ինձանից մի տեսակ ու մի ժանր չսպասելն է։ Ես այսօր ափսոս եմ համարում, որ մարդիկ ինչ որ փոքրանում են ինչ որ տեսակի մեջ, ես այս եմ անում եւ վերջ, չէ, մենք շատ ավելի տարբեր բաներ կարող ենք անել։ Վառ օրինակը երկրորդ գիրքն է, որ առաջինը առհասարակ կապ չունի, ինչ որ ոճական նմանություններ կան, պատմությունը, կերպարները, ծավալվող աշխարհը առհասարակ արմատականորեն տարբեր է։ Իրոք ամենամեծ սպասելիքս դա այն է, որ ամեն անգամ չասեն, գիտես, նախորդի շարունակությունն է լինելու, հիմա սպասենք, ամեն անգամ տարբեր բաներ սպասեն, որ ընթերցողս ինձ օգնի մեծանալ, որ ինձ չմցնի մի հատ փոքրիկ արգրիկի մեջ, ասի պիտի այստեղ ապրես եւ վերջ։ Էկրանավորումը գրքերի, պատկերացնում եք։ Պատկերացնում եմ, այդ ուղղությամբ աշխատում եմ։ Իդեպ իմ գրածները շատ տեսողական են, ֆիլմի համար լավ սցենար։ Սցենարիստը կամ ռեժիսորը ինչ որ հատուկ աշխատանք չունի անելու, որ այդ ամենը վերցամի, վերարտադրի։ Շատ լավ, դուք ինքներդ ինչ եք կարծում։ Ես ինքս ասել եմ, ես կլասիկայի մեծ սիրահար եմ, Թումանյանի մեծ սիրահար եմ, ֆրանսիացի գրողների մեծ սիրահար եմ։ Գիտե որ անգլիացիներից ավելի շատ Ջեք Լոնդոնին եմ հակված, առիթ չեմ ունեցել խոսելու, իդ հոգեբանական ծավալումները Ջեք Լոնդոնի մոտս շատ եմ հավանում, հիմնականում կլասիկա։ Շատ լավ, երբ որ նախաձեռնում եք գրքի, հա, այդ process-ին գրելու, այդ ընթացքում ինչ որ բան կարդում եք, թե միայն կենտրոնացումը մտքերի վրա է, որոնք հենց ձերը պիտի լինեն։ Որ ամենայն անկեղծությամբ ասեմ, անցած անգամ էլ ես արտակից նույն բանն ասել եմ, այս վերջերս հատուկ նպատակային ձևով չեմ կարդում, որ ազդեցության տակ չընկնեմ։ Իմ համար սարսափելի կլինի, որ անգիտակցաբար բացահայտեմ ինչ որ մեկի խոսքը, ինչ որ մոտս նշмарվել է, գրել եմ իմը վերարտադրելով, հաճախ մոռանում ենք, հա, մենք անատապավորվում մեր մեջ, մեզ թվում է մերն է, բայց իրականում մերը չի։ Շատ լավ, ասած ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն Սպիտակ չոր գինին, կարծում եմ հիանալի համադրություն կլինի, ընթերցանություն, Սպիտակ գինի, հրաշալի երևանյան երեկոներ, իդեպ տաք աշուն, որը շատ այսպես հետաքրքիր ու ջերմ է բոլորիս համար, այնպես որ Իջևանի այս գինի Սարգոնը թողուեցի ձեզ, եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որտեվ ես գիտեմ, որ հատկապես Եվրոպայում, Ֆրանսիայում բացիկների մշակույթը շատ այսպես արդիական է եւ յուրաքանչյուրն բացիկներ է նվիրում։ Այստեղ ֆենոմենն անում է կայանում, որ բացիկներում ներառված են սիրված երգերից ֆրազներ, հա։ Լավ, քանի որ ամանոր է մոտենում, եւ դուք այդ օրերին լինելու եք Փարիզում, չէ, Ֆրանսիայում։ Ես ուզում եմ ձեզ նվիրել ամանորյա բացիկ, որպեսզի հենց տոնական տրամադրության միջապես գա եւ այստեղ իհարկե Yellow Heart-ի երգից խոսքերն են սեր ու բարություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ էլ հանգստություն, շատ բան չեմ ուզում։ Իսկ մնացածն արդեն ինքներդ կավելացնեք բացիկի ներսում, արև բացիկը ձեզ համար թող էմոցիաները փոխանցի։ Շնորհակալ ենք ձեզ եւ կսպասենք արդեն հաջորդ անգամ նորից Հայաստան ու նոր գրքով։ Շնորհակալություն։ Հիմա կարճ դադար կլինի, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք մեր ծրագիրը։
Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ ես ունեմ հնարավորություն արդեն տաղավարում ողջունել մեր հաջորդ հյուրին, ելի խոսելու ենք գրքից։ Մի շատ հետաքրքիր գիրք, որը արդեն իսկ հանձնվել է ընթերցողի դատին։ Գյումրեցի մանկավարժ Գայան Հովհաննիսյանը երկար ժամանակ հավաքելու ամբողջացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի պատմությունները 18-ից 20 տարեկան տղաների մասին, երբ լռում են սրտի զարկերը։ Այսպես է կոչվում ուսուցչի Անդրանիկ ժողովածուն, որը 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների մասին է։ Գիրքը իր աշակերտների Հովհաննեսի եւ Արտակի հիշատակին է նվիրված։ Նրանք սովորել են Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցում եւ այս առիթով տաղավարում հենց հեղինակն է Գայան Հովհաննիսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ։ Շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերի համար։ Լավ։ Երբ լռում են սրտի զարկերը, գիրքն արդեն այստեղ է մեր տաղավարում է եւ նվիրված է ամբողջությամբ 44-օրյայի տղաներին, հա, այստեղ ներառված են նրանց պատմությունները։ Գիրքը ժողովածու է, կազմված է «Երբ լռում են սրտի զարկերը» հենց համանուն վեպից, բայց կան նաև այլ պատմություններ, չխաչված ուղիներ, երթիկներից այն կողմ պատմվածքը, տարիների հեռվից պատմվածքը, երբեք միասա երբեք, բայց շարժիչ ուժը իհարկե «Երբ լռում են սրտի զարկերը» վեպն է։ Մի փոքր խոսենք, ինչ կա այստեղ, հա, ինչ է իրենից ներկայացնում, որտեղ արդեն ասացինք, որ տղաների պատմությունն է, որտեղից ձեզ այս պատմությունները, ինչպես են հասել ձեզ։ Պատմությունը շատ էսպես ինքնատիպ է։ Երբ իմացա այդ ողբերգության մասին, արդեն 5-րդ տարին է Մղձավանջի, որ մենք ապրեցինք, որոշեցի գրել ստեղծագործություն, որ անմահացնի տղաների սխրանքը։ Ու փորձեցի հավաքագրել նյութեր։ Կապվեցի ընկերների հետ, մարտական գործողություններին մասնակցած։ Իհարկե Հովհաննեսի ընկերների շատերը արդեն զոհվել էին։ Ինքը Իջևանի գնդում էր ծառայում, որը հոկտեմբերի 19-ին անհետացել էր։ Ու մենք մինչև դեկտեմբերի 19-ը նրանցից լուր չունեինք։ Եվ նրա մասին շատ տեղեկություններ չեմ կարողացել հավաքել, բայց գնդապետ Թաթուլ Ղազարյանի այսպես ասած գումարտակն է եղել, գումարտակում է ծառայել Հովհաննեսը եւ նրա մասին համացանցից ահագին նյութեր հավաքեցի։ Ապա կապվեցի Արտակի եղբոր Արթուրի հետ եւ նրան խնդրեցի մարտական ընկերներից տեղեկություններ հավաքագրել։ Նրանք ինձ ձայնային հաղորդագրություններ ուղարկեցին։ Դրանք գումարեցի նաեւ պատանեկության մանկության տարիներին, երեխաների հետ կապված իրադարձությունները։ Աշակերտների զանգահարեցի աղջիկներին, տղաներին եւ ասի հուշեք ինձ, հիշեցրեք պատմությունները, որ նրանք ունեցել են դպրոցում։ Եվ այսպես մանկություն, պատանեկություն, ռազմի դաշտ, այս ամբողջը հանրագումար դարձավ եւ ստեղծվեց այն, ինչ ունեցանք։ Վեպը չափանիշներից կարելի է դուրս համարել, որովհետեւ ոչ թե հենց ֆիզիկապես գոյություն ունեցող հերոսներն են այստեղ, այլ նրանց հոգիներն են։ Հանդիպում են դպրոցի պատերի մոտ ու այսպես էլ չբացեմ փակագծերը, որ հետաքրքիր լինի։ Եվ ամբողջությամբ հուշերով առաջ են գնում։ Գեղարվեստական մոտեցում եք տվել։ Գեղարվեստական մոտեցում է, ամբողջը գեղարվեստական պատում է։ Վեպը արդեն կարդացել են ձեր աշակերտները, նրանք ումից դուք վերցրել եք այդ ինֆորմացիան։ Այո, կարդացել են, որովհետև ես սկզբում համացանցով ահագին, այսպես ասած, տարածեցի եւ մեծ կարելի ասել ողջավորություն առաջացրեց բոլորի մեջ ու մտածեցի, որ պետք է հրատարակվի անպայման։ Մայիսին, երբ վերջի զանգ էի գնացել դպրոցում, այսպես մի հետաքրքիր բան պատահեց, տղաներիցս մեկին չէի տեսել պատերազմից հետո, ինքը եղնիկներում էր ծառայում եւ այդ ընթացքում ահագին ժամանակ նրանցից լուր չկար։ Հանկարծակի հետևից փաթաթվեց, այսպես տեսա Արմենին ու սկսեցի արտասվել, անկախ ինձանից այդ ուրախ առիթ է, բայց արտասվեցի, հետևից մոտեցավ մեկը եւ ձեռքը դրեց ուսից, շրջվեցի Հովհաննեսիս մայրն էր։ Ասաց ընկեր Հովհաննիսյան, այսօր ուրախ օր է, պետք չէ տխրել, միլացեք։ Ու մտածեցի, որ այնքան ուժեղ են մեր հերոսածին մայրերը, որ իրենք կարող են մեզ փոփել։ Եվ հասկացա, որ պետք է անպայման հրատարակվի այս գիրքը։ Ու այսպես դրա համար 4 տարի անց լույս տեսավ։ Հավերժի զինվորների մասին է գիրքը։ Այո, հավերժի զինվորների մասին է, հավերժ զինվորներ, որոնց գերական ներկայություն մենք անընդհատ պիտի զգանք։ Ինձ հետաքրքիր է, հա, երբ որ նախաձեռնեցիք այս ամեն ինչը, որովհետև սա շատ դժվար աշխատանք է։ Շատ դժվար է։
Արդյոք այդ ժամանակ պատրաստ էիք եւ գիտեիք թե ուր է տանելու ձեզ այս ճանապարհը, որովհետեւ այդ ամբողջ ինֆորմացիաները հավաքելը, պատմությունները, որոնք բավականին դաժան ու դժվար են եղել, ու այդ ամեն ինչը արդեն անցկացնել ձեր ներսով, հաղորդել գեղարվեստականություն ու հաղորդել գրքին, սա համոզված եմ հեշտ աշխատանք չէր եղել, ավելի շատ հոգեբանական դժվարին աշխատանք։ Այո, դժվար էր, որովհետև հենց ընթերցողներից էլ ասացին, մենք քանդվում ենք, երբ կարդում ենք մի հատված, դուք ոնց եք կարողացել գրել, բայց գիտակցաբար արեցի այդ ամենը, ասեմ ձեզ, պետք չէ քանդվել կարտալիս արդեն, որովհետև երբեմն մարդիկ, երբ իմանում են թեման, խուսափում են, ասում են չենք ուզում էլ մտնել այդ ամենի մեջ, չենք ուզում տխրել, շատ ենք տխրել, բայց վեպը գրված է այնպիսի մոտեցումով, որ չվախենանք ընթերցելուց։ Այսինքն միախառնվում են մանկություն, պատանեկություն, նաև ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձություններ եւ ավելի, այսպես ասած, լուսավոր է դարձնում այդ ամենը։ Շատ ճիշտ է, կան նկարագրություններ, կան պատերազմական իրողություններ, բայց այդ հուշերը եւ տղաների գերական ներկայությունը ստիպում է ավելի հանգիստ կարդալ, ավելի մեղ մոտենալ ստեղծագործությանը եւ չվախենալ կարդալուց։ Ցանկանում են, որ կարդան, շատ կարդան, որ հիշենք նրանց ու չվախենանք այսպիսի ստեղծագործություններ կարդալ։ Սա ձեր առաջին փորձն է։ Առաջին հրատարակված, այո, Հրատարակված։ Այո, հրատարակված։ Արդեն կան մտքեր հաջորդիվ Կան, իհարկե կան։ Կիսատ դերևս ունեմ անավարտ պատմություններ, ովքեր են հերոսները հաջորդ պատմությունների։ Բոլորն իրական կյանքում գոյություն ունեցող մարդիկ են հիմնականում, բոլորն էլ, այսպես ասած, մեր կյանքի մասնակիցներն են եւ կճանաչեն իրենց հաստատ։ Այս ժողովածուում տեղ գտած մյուս պատմվածքների հերոսներն էլ իրենց կճանաչեն, կան աշակերտներ, կան ուսանողներ եւ երբ որ համացանցով տարածվեց, շատերը զանգահարում ասում էին մեզ եք նկատի ունեցել Ինկերապանիսյան։ Իսկ դա ոնց էր ձեզ օգնում էր թե դա խանգարում էր։ Օգնում էր, որտեղ մարդիկ գտնում են իրենց, որ կարդում են, գտնում են իրենց ու հաստատ համոզված եմ, ինքը լայն շրջանակներին է ուղղված եւ երեխաներին հետաքրքիր կլինի, այնտեղ կա երթիկներից այն կողմ պատմված աղավնիների պատմությունն է։ Ինձ զանգահարեցին, ասացին այնքան հիշեցրեց Ավետիս Ահարոնյանի պատմությունը։ Ավետիս Ահարոնյանն ունի այդպիսի պատմվածքներ, կենթանիները խոսում են։ Իմ աղավնիներն են այստեղ մասնակիցները, երթիկներից այն կողմ պատմվածքի։ Տարիների հերվից պատմվածքի հերոսուհին աշակերտուհիս է, որը վաղուց արդեն արտերկրում է ապրում, անմիջապես զանգահարեց։ Գտնում են իրենց հերոսները։ Շատ լավ, ինչպես եք անում, որ հերոսների մեջ չեք խճճվում, որովհետև շատ դժվար է, հա, հերոսին անջատել հեղինակի եսից։ Սա իհարկե, չգիտեմ, երևի մանկավարժի փորձն է ձեզ ավելի շատ օգնում։ Գուցե մանկավարժի փորձն է, այո, ինչու գուցե, այո, հենց մանկավարժի փորձն է, որովհետև տարիների ընթացքում 25 տարի երկար ժամանակ աշխատել եմ մանկավարժ եւ յուրաքանչյուրին ճանաչել եմ, այսպես յուրաքանչյուրին հոգեբանորեն եմ մոտեցել եւ նրանց կարելի ասել ամբողջությամբ բաց գրքի պես կարտացել եմ, ու հիմա ներկայացնում եմ հենց հերոսներից։ Շատ լավ։ Մի փոքր գնանք դպրոց։ Հասկանանք, ինչ փոխվեց այս տարիների ընթացքում։ 20-25 տարին քիչ չէ։ Եվ ինչպիսին էին աշակերտներն այն ժամանակ, ինչպիսին են աշակերտները հետո։ Առավել եւս 44 օրից հետո նաեւ հենց նրանց հոգեբանության մեջ շատ բան փոխվեց։ Ասեմ, երբ որ նոյեմբերի 9-ի առավոտյան իմացանք արտակի, արդեն հենց նոյեմբերի 9-ի առավոտյան զոհվեց Արտակը։ Ու 9-ին, որ արդեն հրադադարի մասին իմացանք, մի այսպիսի տարօրինակ արտահայտություն արեցի, ինչ լավ է, որ ես էլ դպրոցում չեմ աշխատում։ Զարմացած նայեցին, ասացին ինչու, ասի, որովհետև չէի կարողանա նայել երեխաներիս աչքերին, աշակերտներից նկատի ունեմ, որովհետև մշտապես ոգևորել եմ եւ ասել եմ մենք հաղթանակած ազգ ենք, մենք հաղթելու ենք ու հանկարծ չնայած մենք էլի հաղթել ենք, մեր տղաները հաղթել են։ Ու հաստատ մեր հերոսների կատարած այդ քաջագործությունները, որ մենք տեսնում ենք, իրենք հաղթանակած են դուրս եկել այդ ամենից։ Սա լրիվ այլ պատմություն է։ Դժվար է այդ ժամանակա ընթացքում մտածել նորից վերադառնալ դպրոց։ Բայց երբ ուղակի որպես հյուր գնում եմ դպրոց, տեսնում եմ, որ
Դե երեխաները աշխուժ են նորից, պտտվում են դասասենյակը, որտեղ սովորել են տղաները, արդեն դարձել է, այսպես ասած, թանգարան, նրանց նկարներն այնտեղ են, նրանց հիշողություններն այնտեղ են եւ բոլոր երեխաները այսպես ակնածանքով են վերաբերում այդ դասարանին, արդեն པարզ է, թե ինչպիսին է սերունդը, էլի, նրանք ակնածանքով են վերաբերում այդ դասասենյակին, երեխաների, տղաների կատարած այնտեղ գրած օրագրերն են այնտեղ, շարադրություններ կային այնտեղ եւ դրանք օրինակ են ծառայելու նրանց համար։ Մինչ պատերազմը, ուրեմն երբ դպրոցում նոր էին եկել այդ դասարանի երեխաներ ինձ մոտ եւ ես նրանց դասղեկ էի, դրանից առաջ ավարտած երեխաների մասին ասում էինք, օй, նրանցից հետո էլ ոչ մի դասարան չմնաց։ Բայց հետո այս երեխաները ապացուցեցին, որ չսխալվում ենք, միշտ էլ հաջորդները, սերունդները, մենք մտածում ենք, որ մեծերը մտածում են, փոքրերը լավը չեն, փոքրերը մտածում են, մեծերը իրենց չեն հասկանում։ Դե միշտ ասում ենք, չէ, դե մեր ժամանակ ուրիշ էր։ Այդ արտահայտությունը սերնդեսերունդ գնում է։ Բայց միշտ էլ լավը կա, ուղղակի պետք է գտնել այդ լավը։ Եվ մանկավարժի ֆենոմենը կայանում է նրանում, որ հենց գտնում է այդ լավը եւ երեխաների մեջ սերմացնում ու զարգացնում է դա։ Շնորհակալություն ձեզ, որ նման նախաձեռնություն եք իրականացրել, որովհետեւ այո, մեր հավերժի զինվորների մասին պետք է անընդհատ խոսել եւ պետք է նրանց պատմությունները միշտ բարձրաձայնել։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր արդեն դպրոցականների մոտ հերոսի ընկալումը փոխվել է։ Այսօր մեր հերոսները նրանք են։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն Սպիտակ Չոր գինին Իջևանի գինու գործարանի կողմից։ Հաստատ հրաշալի առիթ կլինի ձեր աշակերտների հետ հանդիպել եւ իհարկե նրանց հետ միասին հիշել այդ հրաշալի օրերը։ Ուզում եմ ձեզ նվիրել նաեւ բացիկներ, որոնք փոխանցում են միմյանց էմոցիաներ։ Բացիկները հենց դրա համար են նախատեսված, արև բացիկներն են, այստեղ վերնագիրը սիրում եմ, իսկ ներսում արդեն Անդրեի երգից են, իմ սեր է քեզ թևեր տող տա։ Սա նվիրեք նրան, ում բառերը հենց դա են նշանակում ձեզ ու թևեր են տալիս գրելու, աշխատելու, ապրելու մեջ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ ես հրավերի համար։ Շնորհակալություն, հիմա փոքրիկ դադար կլինի, հետո կվերադառնանք խոհանոց եւ Ադրինի հետ միասին կամփոփենք այսօրվա ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող, սիրելիներս, ես այս ընթացքում հասցրել եմ իմ գործերը ավարտին եւ հիմա պետք է իհարկե միասին մատուցենք, փորձենք ձևավորենք ափսեն։ Ահա տեսնում եք, ես հազարի տերևները այսպես ձևավոր լցրել եմ կլորամանի մեջ, ընտրությունը ձերն է, թե ինչպիսի ափսե կամ սկուտեղ կվերցնեք։ Հիմա փորձենք մեր շատ համեղ սոուսը լցնել հազարի տերևների վրա, հիշեցնեմ, որ սոուսը պատրաստված է մայոնեզից, մանանեխից, հատիկավոր մանանեխից, կիտրոն կա այստեղ, սխտոր կա, մի փոքր սև պղպեղ, աղ եւ ստացվել է կարծես թե շատ համեղ սոուս։ Ահա լցրեցինք մեր գեղեցիկ հազարի, ձևավոր հազարի վրա եւ հիմա պետք է այստեղ տեղադրենք նաեւ մեր տապակված բանջարեղենները։ Այստեղ ունենք կարտոֆիլ, սունկ, գունավոր պղպեղ, որը տապակեցինք ուրեմն բազմապիսի համեմունքներով, համեմունքների ընտրությունը ինչպես միշտ թողնում եմ ձեզ, ես իմ առաջարկը արել եմ, ահա փորձենք կենտրոնում դասավորել մեր շատ համեղ տապական, այսպես, գեղեցիկ, ինչքան որ կտեղավորվի սիրելիներս, պարտադիր պայման չէ ամբողջությամբ լցնենք ափսեի մեջ, այնպես որ գեղեցիկ է լինի։ Այստեղ շուրջը դասավորենք լոլիկները, այսպես կարող ենք շատ գեղեցիկ առատորեն լցնել լոլիկ նաև։ Ինձ թվում է լոլիկը բոլորիս սիրելի համեղ բանջարեղենն է, այնպես որ դեռ կարելի է օգտվել այս համեղ մթերքից։ Ահա այսպես գեղեցիկ դասավորեցինք եւ նորից այստեղ ավելացնում ենք մեր հրաշալի սոուսը, նույնիսկ կարելի է այսպես ուրեմն չխնայել եւ այսպես լավ լցնել մեր ուտեստի վրա։ Եվ չմոռանանք ամենավերջում ավելացնել մեր ամենասննդարար ուրեմն համեմունքներից մեկը, կարելի է նաև համեմունք կոչել այս քունջութը, ահա,
կարելի է նաև սև քունջուտ ավելացնել, սպիտակ, որպեսզի ավելի հագեցնող եւ սննդարար դառնա մեր օրվա բաղադրատոմսը։ Ահա սիրելիներս, այսպիսի հոյակապ կարծում եմ եւ շատ համեղ եւ սննդարար ուտեստ պատրաստեցինք, այսօրվա առաջարկը այսպիսիներ, սիրելիներս դուք էլ փորձեք, վստահ եմ շատ արագ կստացվի ամեն բան, հասանելի մթերքներ, սիրելիներս դուք էլ մշտապես մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ, ես շատ սիրում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ եւ Հայաստանում բնակվող եւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող իմ հարազատ, իմ լավ հայրենակիցներ, լավ եղեք, բարձր տրամադրություն եւ մշտապես մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ, ես խոսքս փոխանցեմ Սուրենին եւ ձեզ լավ օր մաղթեմ, լավ մնացեք։ Շնորհակալություն Ադրինեին, այս համեղությունը պատրաստելու համար, քիչ հետո միանշանակ բոլորս կճաշակենք եւ իհարկե նաեւ կարող ենք ավելացնել ռոզե փրփրունը, որը ներկայացնում է իհարկե Իջևանի գինու գործարանը Breeze, այսպես է կոչվում ռոզե փրփրուն գինին, որը նախատեսված է հատուկ հրաշալի երեկոների համար, պարզապես մտերիմների ու ընկերների հետ հավաքվելուց կարող է այդ ամենը դարձնել առավել հետաքրքիր հաղորդելով փրփրուն, հետաքրքիր ռոզե բարձր տրամադրություն։ Եվ միանշանակ չմոռանանք նաև մարզվելու մասին, ինչը շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր օր մի քանի ժամ կամ մի քանի րոպե կամ, չգիտեմ, օրվա մի ընթացք տրամադրելով մարզումներին, առաջին հերթին ապահովում եք ձեր առողջությունը եւ առողջ ապրելակերպի ջատագովները հաստատ կհասկանան այն, ինչ որ ես հենց նոր ասացի։ Այնպես որ մարզվելու լավագույն տարբերակը եւ վայրը այն վայրն է, որտեղ ձեզ կոմֆորտ է եւ նաև հետաքրքիր խոսքը ակվատեկի մասին է։ Համալիր քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկը։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակից ավել մարզումներ։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունքը, այնպես որ գնացեք այնտեղ, վայելեք տրամադրությունը, մարզվեք եւ առողջ ապրեք։ Եվ նաեւ ուզում եմ ասել, որ քանի որ էմոցիաները նվիրում են արդեն եւ նաեւ կարող եք այդ էմոցիաները տալ ձեր սիրելիներին, չմոռանաք արև բացիկների մասին, որոնք արդեն իսկ հասանելի են ամանորյա գեղեցիկ զարդարումներով եւ խոսքերով։ Բացիկները հարցրեք քաղաքի քաղցր ու հետաքրքիր վայրերում, նաեւ արև բացիկների արևոք Instagram-ի edge-ով նույնպես այս ամենը ձեզ համար նվիրեք ձեր սիրելիներին կամ աշխատակիցներին բացիկներ, որտեղ իհարկե այն խոսքերն են, որոնք նրանց տրամադրությունը ել ավելի կբարձրացնեն։ Եվ նաև ուզում եմ իմ, ինչպես կասեր Սոնան, սանրվածքի համար, խառը ֆենի համար շնորհակալություն հայտնել Master Right Barbershop-ին, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այստեղ գնալով դուք իհարկե կդառնաք արագեղեցիկը եւ հակառակ սեռի կողմից կարժանանաք շատ մեծ ուշադրության։ Շնորհակալություն Master Right-ին ու շնորհակալություն նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, որտեղ այս առավոտը միասին անցկացրեցինք։ Միասին իհարկե խոսեցինք ամենահետաքրքիր մասին, ամենահամեղը պատրաստեցինք եւ իհարկե խոսեցինք նաեւ մեր հյուրերի հետ։ Գրքային էր այսօր մեր տրամադրությունը, շատ ընթերցեք, հետաքրքիր գրքեր կան, մեր հայրենակից գրողները նույնպես արդեն ինչպես նկատեցիք ունեն բավականին հետաքրքիր պատմություններ, որոնք արդեն հանձնվել են թղթին։ Մի խոսքով, աշնանային երեկոները զարդարեք գրքերով, լավ ֆիլմերով, լավ տրամադրությամբ ու լավ մարդկանցով։ Առավոտվա հոգսը մեր վրա թողեք։ Մենք ձեզ հետ միասին կասենք բարի առավոտ ու կմաղթենք օրվա հաճելի սկիզբ։ Իսկ չմոռանանք վերջում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։